Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարելով, որ եթե իր վարած քաղաքականությունը չլիներ, Ռուսաստանը լուրջ խնդիրների կբախվեր։ Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանին բազմաթիվ վատ զարգացումներ կսպասվեին։ Ռուսաստանի համար շատ վատ կլիներ, ասել է Թրամփը։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը խելքը գցել է։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ առանց նրա Ռուսաստանի հետ իսկապես վատ բաներ տեղի կունենային եւ որ Վլադիմիր Պուտինը գրակի հետ է խաղում։ Ինչ վերաբերում է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը գրակի հետ է խաղում եւ վատ բաներ կկատարվեին Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը։ Հուսով եմ Թրամփը դա հասկանում է, ասել է նա։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում։ Նա նշել է, որ փաստաթղթային աշխատանքների ավարտից հետո կանցկացվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակցությունների եւս մեկ փուլ։ Հնարավոր է, որ այն տեղի ունենա Ժնևում։ Քելոգի խոսքով Ռուսաստանը չի ցանկացել խորհրդակցությունների նոր փուլն անցկացնել Վատիկանում։ Նա նաեւ հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը Ուկրաինայից ստացել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման պայմանների ցանկը։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքամ Ֆիդանին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանն այցն անվանել է արդյունավետ։ Ըստ նախարարի, նախորդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ նա Ռուսաստանի առաջնորդին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենաանկեղծ ողջույնները, բարեմաղթանքները եւ կարեւոր ուղերձները։ Ֆիդանը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են չափազանց կառուցողական ուղղությամբ երկու երկրների առաջնորդների կողմից սահմանված ճանապարհով հասնելով դրված նպատակներին։ Լավրովն էլ նշել է, թե իրենք երկկողմ օրակարգում բազմաթիվ ծրագրեր ունեն, քննարկվող խնդիրները միտված են հաղթահարել այն խոչընդոտները, որոնք թշնամական պետությունները փորձում են ստեղծել մեր գործակցության համար։ Այդ ծրագրերին վիճակված չէ իրականանալ մեր առևտրային եւ ներդրումային գործակցությունը կայուն զարգանում է։ Այդ միտումը կշարունակվի, ասել է Լավրովը։ Օմանի միջնորդությամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ընթացող միջուկային բանակցությունների ֆոնին երկօրյա այցով Մուսկաթ է մեկնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք հույս ունենք երկխոսություն սկսել հասնելու ընդհանուր տեսակետի եւ ընդհանուր ձայնի տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը նպաստելու հարցում։ Ուղևորությունից առաջ հայտարարել է Փեզեշքյանը։ Օմանի միջնորդական ջանքերի շնորհիվ ապրիլից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունների 5 փուլ են անցկացրել։ Չնայած ուրբաթ օրը Հռոմում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է առանց զգալի ընթացի, այդուհանդերձ ԱՄՆ նախագահը ողջունել է քննարկման արդյունքները։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի եւ Վրաստանի պետության վրա նրա ազգային տոնի օրը, ասել է Պապուաշվիլին։ Ավելի վաղ 3 եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորել էին վրացի ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ եւ այդ առիթով հատուկ նամակում դատապարտել Վրաստանի իշխանությունների գործողությունները, որոնք ենթադրաբար ուղղված են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ ընդդիմախոսների դեմ։ Մակրոնը, Մերցը եւ Տուսկը կոչ են արել Վրաստանի իշխանություններին փոխել եվրոպական նորմերին հակասող օրենքները։